Բարևում եմ ձեզ, ես նորից եթեր եմ դուրս գալիս, որոշ հարցերի մասին էլի ես իմ մտքերս ձեզ պետք է հասցնեմ։ Ուրեմն առաջին ինչի մասին է խոսքը։ Մեր պարոն Իլհամ Ալիևից նեղացել եք, որ գյոչայ ասել։ Գյոչայ ասել, հետո ինչ ասել է։ Առաջներում գյոչայ է միանշանակ է, բայց հիմա Հայաստանի տարածքում չի ասել, որ գնալ ենք պետք է իշխենք եւ այլ։ Ինչ է ասել, գյոչայ ասել, սա իրար են խառնվել։ Ցորենը Ադրբեջանի տարածքով են տանում Հայաստան, Խազմալյանը չգիտեմ ինչ է։ Ուրեմն այդ ցորենը մեզ պետք չի։ Ադրբեջանի տարածքով է եկել, ուրեմն այդ ցորենը հայերին պետք չի։ Ուրեմն քոխատեր այդ մյուս հայերն է պետք է սոված ծարավ մնան, հա։ Ուրեմն Ադրբեջանից կամ Թուրքիայից անհնարին է, չի կարելի։ Բայց քո ազգանունը Խազմալյան, մալ գիտես ինչա, չէ, անասուն է, մալ։ Հայերեն թարգմանվում է որպես անասուն։ Ապրանք։ Ազգանունդ փոխի, էլի։ Եթե այդքան հայրենասեր ես, ազգանունդ փոխի։ Ուրեմն ցորենը Ադրբեջան տարածքով ինչի համար է գալիս, մեզ պետք չի այդ ցորենը, չէ՞ մի։ Քոխատեր այդ մյուս հայերն էլ ուրեմն պետք է պատժվեն, հա։ Դե հիմա արդեն առաջին քայլերն անում են, թողանեն, թող գնալ գալ լինի, թող բարև բарлուց լինի, ինչ կա դրա մեջ։ Մեր լորեցիք ասում են, ջարը ջահանդամ են ուզես, այդ Խզմալյանին եմ ասում, մյուս հայերի հետ գործ չունեմ։ Ինչ կա դրա մեջ, թող բերեն, ինչ ուզում են թող բերեն, Ադրբեջանի տարածքով թող տանեն, ինչ կա դրա մեջ։ Ոչինչ չկա։ Եվ երկրորդը, գերիների մասին են ասում։ Ուրեմն ամբողջ Հայաստանի լրատվականները բոլորը գերի։ Ուրեմն ինչքան հայեր են զոհվել, երիտասարդ հայեր են զոհվել, ադրբեջանցիք են զոհվել, ուրեմն ոչ մի մարդ պատասխանատու չի, հա, այստեղ։ Ուրեմն պատասխանատու ոչ մի մարդ չկա։ Կամ էլ թե ուրիշ ձևի բերեք մոտենանք։ Հայաստանում եթե որևէ մեկը հանցագործ, նրանց չեն դատում, հա։ Այնա այդպես բրախում են, ով ինչ կուզենա թող այնել անի, հա։ Այդքան հայերը զոհվել, ադրբեջանցիքա զոհվել, ուրեմն սրանք էլ գերի են հաշվում, սրանք գերի են։ Հանցագործներ են, գերի ինչին եք ասում դուք։ Հա, զինվորա հրամայել են, գցենք թե զինվորա հրամայել են, գնացել է գերի անգել, այդ ուրիշ խոսք, այդ պետք է ազատվի, միանշանակ։ Բայց ղեկավարներ, Արցախի հանրապետության ղեկավարները Գյանջան, այդ մյուս քաղաքները ընդեղից հրամայեցին, այդ պատերազմի ժամանակ ռմբակոծեցին, ուրեմն սրանք մարդիկ զոհվեցին, սրանք պատասխանատու չեն, գերի են, ինչ գերի։ Սերժ Սարգսյանն է, Լևոն Անդեր-Պետրոսյանն է, Քոչարյանն է, նրանք էլ պետք է պատասխան տան։ Բայց այսքան մարդիկ զոհվել են, գոնե ադրբեջանցիները մի կողմ եմ դնում։ Գոնե զոհված հայերի ընտանիքին, բարեկամներին, հարազատներին հարգեցեք։ Ինչա, գերի։ Բայց այդքան մարդ ուրա զոհվել, ինչի մարա զոհվել։ Սրանք ուրեմն պատերազմով Լեռնային Ղարաբաղի ուրեմն այդ ադրբեջանական շրջաններում գյուղերում մի հատ տուն չի մնացել։ Իսկ հիմա Լեռնային Ղարաբաղի հայերի բնակված շրջաններում, քաղաքներում, գյուղերում մի քար էլ այս կողմ այն կողմ չեն արել։ Ես եմ ասում ձեզ։ Գնացել եմ, տեսել եմ, էդ էլ ասում եմ ձեզ։ Հա, այդ Խանքանդի քաղաքում պետական շենքեր լավ արավ քանդեց, շատ լավ արավ։ Ուրեմն աշխարհում մոտ 260-ը թե 62 առանձին պետություններ կան, ուրեմն սրանք էլ
Արցախի հանրապետությունն չեմի պոզեր Արցախի հանրապետություն նախագահ են ընտրել արտաքին գործերի նախարարը ներքին գործերի եւ այլ եւ այլ մեկ էլ գիտեք ինչ կա Արցախի հարցը արդեն լուծվել է Արցախի հարցը էլ չկա ես պարոն Փաշինյանին մի մտքի հետ համաձայն եմ այսօրվա Հայաստանի մասին մտածեք մեկն էլ ես լսեցի դիտեցի ասում է ուրեմն գրաբարը Մեսրոպ Մաշտոցից առաջ մեր թվականությունից ուրեմն 40,000 տարի սրանից առաջ 40,000 տարի սրանից առաջ մենք էլի գրաբար ենք ունեցել Մեսրոպ Մաշտոց ուրեմն երկրորդ անգամ այս գրաբարը ստեղծել հայերի համար գրելա 40,000 տարի սրանից մեր թվականությունից առաջ հայկական գրաբար է եղել Իսոս Քրիստոսը հայա Նոյը հայա էլ չգիտեմ Մուհամմեդ Մարգարենի ուրեմն ուսուցիչը Սուրբ Սարգիսն է եղել ուրեմն ամբողջ աշխարհը հայերից է բաղկացած իհարկե ես հայերին հարգում եմ բայց նման հայերին չեմ հարգում ուրեմն Հունաստանից բռնացրած Սևծովից բռնացրած Միջին ծովից մինչև Պորտուգալիա բոլորը հայերինն է բոլորը պատկանում է հայերին Հայաստանին այսօրվա Հայաստանի մասին մտածեք դուք 50,000 տարի սրանից առաջ 20,000 տարի սրանից առաջ գիտեմ ինչ ումա պետք է այդպիսի մտքերը մեկ էլ բերեք ճիշտը խոսենք անցյալում Հայաստանի շրջանների անունները բոլորը ադրբեջանական անուններ են թաքցնել ոչինչ չկա բայց այսօրվա դրությամբ դա Հայաստանի տարածքում է ուրեմն Հայաստանին է պատկանում մեր Իլհամ Ալիևը շատ խաղաղասեր մարդ է ես եմ ասում ձեզ դրա քաղաքականությունից բացասական ես ոչինչ չեմ տեսնում հիմա դե այդ պատերազմի ժամանակ թե ուզենար բերեք ճիշտը խոսենք մինչև Երևան էլ կգար տեսակ չեկավ ինչ ելավ բերեք վեճ տանք եւ երրորդ հարցի մասին եմ պատմեմ ձեզ ռևանշիստների դաշնակցականների մասին եմ որոշ բաներ ասելու ուրեմն ես Երևանից եկա մեր քաղաք հոգնած էի տեսա Հայկազ քերին տաքսով կանգնած է ասացի Հայկազ քերի ինձ տուն կտանեք հա տղա ջան արի նստի ես նստեցի տաքսի տեսա որ Հայկազ քերին ինչ որ թե քթիտակին երգում է թե բանաստեղծություն ասում եւ այլ դա ես ամաչեցի դա իմ տարիքս չէր թույլատրի հարցնեմ ես տուն գնացի հայրիկից հայրս հայրեն դպրոց էր հայկական դպրոց էր ավարտել բարձրագույն հաստատություններ էր հայրեն ավարտել ես ասացի այ բայց Հայկազ քերին քթիտակին ինչ որ երգում էր թե բանաստեղծություն էր ասում ես չհասկացա եւ հայրս ծիծաղեց ինձ պատմեց որ գիտես ուստա Հայկազը ինչ է ասում ասացի ես չհասկացա ուրեմն ուստա Հայկազը այդ վարորդ Հայկազը այդ 20-30 տարիների ընթացքում ավտովթարի չի ենթարկվել ոչ մի ժամանակ եւ ինչ է ասում այդ ուրեմն ղեկը բռնած ասում է թե Հայկազ ջան կամած քշի աչդ նայ ձախդ նայ առաջդ նայ հայլին մնաց հայլին նայ տանը երեխաներն են սպասում քեզ տիկինի տա սպասում կամած քշի 5 րոպե ուշ կգնաս ոչինչ բայց հենց հարավոր ավտովթարի չենթարկվես ես էլ ասի այ պապ ուրեմն Հայկազ քերին ինչ խելացի տղամարդ է հիմա ես դաշնակներին եմ ասում աչ նայեցիք ձախ նայեցիք առաջ նայեցիք հերիքա բոլա ինչ եք ուզում ցորենը ինչի մա բերեցին ցորենը ինչի մար բերեցին հետո ինչ որ բերեցին
Հայերի համար եմ բերել է, ուրիշի համար եմ բերել, ուրեմն դաշնակներից արդեն ամբողջ Հայաստանն ազզվի։ Անցյալում ասել եմ, հիմա էլ եմ ասում, դուրս վրընդես, գեղամնա, իշխաննա, չգիտեմ, Մամիջանյան, ազգանոտ փոխի, թուրքերը չեր ծերում, ազգանոտ փոխիր, Մամիջան, Մեմեջան, ազգանոտ փոխի, հետո հակա-ադրբեջանական, թուրքական ելույթներ կունենաս։ Ուրեմն այսպես, բայց չնայած այս բոլոր հանգամանքներին, ես թե ադրբեջանցիներին, թե հայերին լավ, բարի օրեր եմ ցանկանում։ Իհարկե խաղաղություններ կլինի, բայց էլի ասեցի, ես մոռացա ասեմ, նորից ասում եմ, սահմանադրությունում, բայց ձեր սահմանադրությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքներին պահանջներ կան։ Դրա մասին ոչինչ բան չեք ասում, բայց մեր պարոն Իլհամ Ալիևը գոչը ասե աշխարհը պայթել է։ Հետո ինչ ասել է։ Ինչ որ կա այդ է ասել։ Էլ եմ կրկնում, չնայած այս բոլոր հանգամանքներին, թե հայերին, թե ադրբեջանցիներին խաղաղ օրեր եւ խաղաղություն եմ ցանկանում։ Ստեսություն եմ ասում ձեզ։